Աբու Դաբիում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։ Երևանի եւ Բաքվի նույնական հաղորդագրություններում նշվում է, որ երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը մասնավորապես գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրի մեկնարկի եւ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանման, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից հացահատիկի եւ այլ ապրանքների Հայաստան տարանցման կապակցությամբ։ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, սակայն չի նշվում արդյոք կան պայմանավորվածություններ հայկական ապրանքների Ադրբեջան արտահանման վերաբերյալ։ Առանց մանրամասների հաղորդվում է, որ քննարկվել են նաև թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Հայ-ադրբեջանական բարձր մակարդակով բանակցությունները նախորդում են Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսի Երևան եւ Բաքու առաջիկա այցին։ Անձամբ նախագահ Թրամփն է տեղեկացրել, որ Վենսը գալիս է առաջ մղելու թրիփը, Ադրբեջանի մի հատվածը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը։ Ալիև-Փաշինյան այսօրվա բանակցություններին ներկա են երկու երկրների փոխվարչապետերը, արտգործնախարարները, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնական Հիգմեթ Հաջիևը։ Սրահում էր նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը Երևանի ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա բանակցություններում։ Ըստ էության Աբու Դաբի էին մեկնել բանակցային բոլոր ուղղությունների պատասխանատուները խաղաղության պայմանագրից մինչև ապաշրջափակում սահմանագծում։ Սակայն պաշտոնական լրահոսը լռում է, արդյոք այսօր քննարկվել է խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը։ Ադրբեջանը նախապայման է դրել փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում։ Հայաստանի իշխանությունները փոփոխություններ նախաձեռնել են, խոստանալով հանրաքվե անցկացնել ընտրություններում հաղթելու դեպքում։ Միաժամանակ վստահեցնում են, դա Բաքվի պահանջով չեն անում։ Ինչ վերաբերում է սահմանագծմանը, որը Երևանի հավաստիացումներով կլուծի Հայաստանի օկուպացված տարածքների հարցը։ Վարչապետ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը դեռ սպասում է։ Շատ լավ, բախի չի լուծվում, հետ հանդիպում են, անդադ ինչքան հանդիպում են, մենք ենք որևէ բան զիջում, չի լուծվում։ Ուրա սահմանագծում են, չի լուծվում։ Ինչու են ադրբեջանական զինվորականները, ստորաբաժանումները գտնվում Հայաստանի տարածքում։ Ասֆալտ են անում, ամրացնում են դիրքերը, մշտադիտարկում են իրականացնում ռազմավարական բոլոր ճանապարհների, Եվրոմիության դիտորդական առաքելությանն են հսկում, անդադար տեսանյութ են դնում ԵՄ դիտորդական առաքելության տարբեր վայրերում հայտնվելուց։ Գիշեր-ցերեկ հսկում են Հայաստանի Հանրապետության խորքը եւ ունեն այդ հնարավորությունը մի պատճառով, որովհետեւ նրանք կանգնած են Հայաստանի Հանրապետության տարածքից ներս եւ պետք է այդտեղից դուրս գան։ Էսա խնդիրը։ Հայկական կողմը չէր բացառել, որ առաջիկայում արտահերթ սահմանագծում կարող է իրականացվել Սյունիքում, այն հատվածում, որտեղ պետք է անցնի Թրամփի ուղին։ Ադրբեջանի արտգործնախարարն էլ իր հերթին խաղաղության պայմանագրի ստորագրման մեկ այլ նախապայման էր դրել՝ թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։ Խոսքը գնում է այդ միջանցքի մասին, միջանցքային տրամաբանությամբ Հայաստանի պարտավորությունների կատարման մասին, եւ Հայաստանի իշխանություններն ասում են կատարելու ենք, ինչն է խնդիրը։ Այդ վտանգներն ամբողջությամբ այլևս բացահայտված են, բոլորը գիտեն։ Հրապարակային են, ուղղակի մեկը մի անունով ասում, մյուսը մի անունով ասում։ Հիմա ինչ է նշանակում, եթե մենք Միացյալ Նահանգների հետ որևէ գործողություն ենք անում մեր սուվերեն տարածքում։ Ինչ կապ ունի Ադրբեջանը դրա հետ։ Ադրբեջանը ինչ պարտավորություններից է խոսում։ Այսօրվա բանակցությունների մասին հաղորդագրությունում չի հիշատակվում նաև Բաքվում պահվող գերիների մասին։ Օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որպես այս տարվա պարգևատրվողներ մասնակցեցին Զայեդ մարդկային եղբայրության մրցանակաբաշխությանը։ Զայեդի ժյուրին գնահատել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը, որը դեռ միայն նախաստորագրվել է։ Երկու առաջնորդները ելույթներում ընդգծում էին, որ օգոստոսին Վաշինգտոնում հռչակագիր ստորագրելուն հաջորդած կես տարին կարևոր է եղել խաղաղությունն ամրապնդելու համար։ Մենք ոչ միայն վերացրեցինք սահմանափակումները բեռնափոխադրումների համար Ադրբեջանի միջոցով դեպի Հայաստան, այլ նաև սկսեցինք արտահանել նավթային ապրանք դեպի Հայաստան, այսինքն այս 6 ամիսների ընթացքում մենք սկսել ենք համագործակցել։ Այժմ մենք ավելացնում ենք մեր առևտրաշրջանառությունը եւ առավոտյան ես հանդիպեցի իմ հայ գործընկերոջ հետ ու մենք քննարկեցինք ինչպես առաջ շարժվել։ Հետևաբար այս մրցանակը
Նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Մրցանակաբաշխությանը մասնակցում էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Ալ-Նահյանը։ Փաշինյանին եւ Ալիևին տեսաուղերձներով շնորհավորեցին Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Պակիստանի, Ղրղզստանի, Լիբանանի, Հորդանանի առաջնորդները։ Զայդ պարգևն այս տարի ստացավ նաև աֆղան իրավապաշտպան Զարքա Եվթալին։ Նա տասնամյակներով պայքարում է իր հայրենակից կանանց կրթություն ստանալու իրավունքի համար։ Երրորդ մրցանակակիրը Թավուն կազմակերպությունն է, որ պաղեստինցի փախստականներին է աջակցում։ Ըստ պաշտոնական կայքի մարդկային եղբայրության Զայդ մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում, կամուրջներ հարթում, ստեղծելով իրական մարդկային կապեր, հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են $1 միլիոն։ Նախորդ տարիներին պարգևին արժանացել են օրինակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։